Բայց այս գործը փաստորեն անվերջ ճանաչեց դատարանը, փաստաբանները ասացին, որ սա քաղաքական հետապնդման հետևանք է, ինչպես կմեկնաբանեք նախ այս որոշումը։ Ուրեմն ես չեմ ուզում ոչ մի այլ կերպ ասելու, հիմնական դատարանը առաջ, բոլորն էլ հավասար են օրենքի առաջ։ Ես մի բան գիտեմ, եթե 2600 հոգի քննում ենք 2600 հոգու 110 հատ քննիչ դնում են, որ քննություն կատարեն, ու որևիցե մեկը Ծառուկյանի անունը չի տալի, ու Ծառուկյանը դե ընդհանրապես կապ չունի կաշառք տալու։ Այսինքն ես պատրաստվել իհարկե ես չէի հավատում, սպասում եմ, որ Եվրոդատարան պետք է դիմենք, որ լիարժեք 100%-ով, եթե 2600 հոգուց մեկը ցուցմունք չի տալի Ծառուկյանի վրա, կամ տենց հանձնարարություն չկա, ընտրությունա պետք է կատարվի, շնորհակալ ենք օրենքից, որ լիարժեք մարդիկ արդարացի Պարոն Ծառուկյան